Գավառ համայնքը աշնանային բերք ու բարիքի հավաքը եզրափակում է կարտոֆեստով եւ մեծ հյուրասիրությամբ ներկայացվող գլխավոր բնամթերքը կարտոֆիլն է, որի մշակությունը համայնքում առաջին տեղում է։ Փառատոնի հյուրերը համտեսում են ավանդական փռի կարտոֆիլը, զարմանքով տեղեկանում, որ այս մշակաբույսից կարելի է նույնիսկ թթու եւ մուրաբա պատրաստել։ Իմ համար շատ նոր էր, ես չէի պատկերացնում, որ տենց պարզ մթերքից ոնց որ կարտոֆիլը կարելի է այդքան հետաքրքիր բազմազան բաներ պատրաստել, շատ հետաքրքիր էր, որը համտեսեցի բոլորն էլ համով էր, տարբեր տապակած կամ եսիմ կրակի մեջ պատրաստված եւ այլն, բոլորը շատ համեղ էր։ Շուրջ 50 տաղավարում ներկայացված են Գավառի բոլոր բնակավայրերի տեղական արտադրանքն ու ավանդական խոհանոցը։ Սպառողը հնարավորություն ունի տեղում ծանոթանալու Գավառի կարտոֆիլի համային որակներին եւ ապրանքային տեսքին, հենց մշակողից գնելու կամ պատվիրելու կարտոֆիլ։ Փառատոնի նպատակն է նաև սպառման շուկաներ գտնել նախ կարտոֆիլի, ապա նաև տեղական այլ ապրանքների համար։ Սրանով մենք նաև հնարավորություն ենք տալիս, որպեսզի մեր տեղի գյուղատնտեսները ընդլայնեն իրենց ցանքատարածությունները, նոր մշակաբույսեր փորձեն մշակել, այսինքն նաև սրանով մենք խթանելու ենք ոչ ավանդական գյուղատնտեսական մշակույթի զարգացման եւ երրորդը մենք խթանում ենք զբոսաշրջային զարգացումը եւ բնակավայրերի համաչափ զարգացումը, որ ամրագրված է նաեւ մեր ընկամյա զարգացման ծրագրում։ Տեղում ստեղծվող բերք ու բարիքն են ներկայացնում նաեւ համայնքի կրթամշակութային կառույցները, ոչ միայն խոհարարական, այլև գեղարվեստական տարբեր լուծումներով։ Սարուխանը բավականին հայտնի է կարտոֆիլի մշակման առումով, սա եւս մեկ անգամ հնարավորություն է սպառել իրենց բերքը։ Հրաշալի առիթ է, որպեսզի տնտեսվարողները կարողանան հանդես գալ իրենց արտադրանքով ներկայանալի լինեն, որը նաև կնպաստի բերքի սպառմանը։ Նաև կարևոր մշակութային միջոցառում է համայնքի արվեստի, երաժշտական, ստեղծագործական տարբեր կենտրոններ իրենց ստեղծածով հաղորդակցվում են եւ նաեւ նոր ծանոթություններ ենք ձեռք բերում։ Կարտոֆիլագործներն էլ միմյանց հետ քննարկում են տարբեր սորտերի մշակման արդյունավետությունը, խորհուրդ տալիս թե գալիք ցանքի համար որ սորտն ընտրել։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։